Ղուկաս ավետարանիչը երրորդ գլխից սկսում է Տեր Հիսուս Քրիստոսի հանրային գործունեության, իր քարոզչության, իր առաքելության մասին մեծ հատվածը, որի առաջին կտորը Հովհաննես Մկրտչի քարոզչությունն է մեզ պատմում, որովհետև նախորդիվ էլ արդեն հայտնի էր դարձել, որ Հովհաննեսը նախակարապետն էր Եղիա մարգարեի օրինակով, որ Մեսիայից առաջ պիտի գար, նախակարապետն էր, որ պիտի գար պատրաստելու Տեր Հիսուս Քրիստոսի ճանապարհները։ Երրորդ գլխի առաջին համարից սկսած մենք կարդում ենք Հովհաննես Մկրտչի քարոզչության պատմությունը, առաջինից մինչև 20-րդ համարները Ղուկասը մեզ ներկայացնում է մի դրվագ, որտեղ պատմվում է Հովհաննեսի քարոզչության սկզբի մասին, իր քարոզչության բովանդակության մասին, ապա նաև փոքր ակնարկով ավարտվում է բանտարկության դրվագով։ Բայց Ղուկասը իր սովորության համաձայն, պատմաբանի սովորության համաձայն, Հովհաննեսի հայտնվելու սկիզբը մի շարք պատմական անձանցով է պայմանավորում, իրենց մասին հիշատակելով է սկսում երրորդ գլուխը։ Երրորդ գլխի առաջին իսկ համարից կարդում ենք այն մասին, որ Տիբերիոսի իշխանության 15-րդ տարին էր, իր կայսրական իշխանության 15 տարին էր, եւ Տիբերիոսի ձատ Ղուկասը հիշատակում է Պոնտացի Պիղատոսին, որ Հրեաստանի կամ Հուդայի կուսակալն էր, հռոմեական կառավարիչը, հիշատակում է Պոնտացի Պիղատոսից հետո Հերովդեսին, որ Գալիլեայի 4-րդ ապետն էր, Պոնտացի Պիղատոսի համար կուսակալ է ասում, իսկ Հերովդեսի համար, որ Հերովդես Անտիպասն է, մի քանի Հերովդեսներ կան, Հերովդեսի համար ասում է, որ 4-րդ ապետն էր Գալիլեայի, ապա հիշում է Հերովդեսի եղբոր մասին, Փիլիպոսի մասին, որը 4-րդ ապետ էր Իտուրացիների և տրաքոնացիների աշխարհի կամ երկրի, և վերջում հիշում է մեկ այլ 4-րդ ապետ Լյուսիանիոս անունով, որ Աբիլեմեի 4-րդ ապետն էր։ Այս 5 աշխարհաքաղաքական գործիչներին հիշելուց հետո Ղուկաս ավետարանիչը հիշատակում է նաև 2 հոգևոր, ուրեմն ոլորտի պատասխանատուների Աննայի և Կայափայի անունն է տալիս, ուրեմն բոլոր այս աշխարհաքաղաքական գործիչների եւ ապա Աննայի ու Կայափայի քահանայապետության օրով Աստծո խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում։ Նախաբանը, ինչպես ասացինք, ամբողջությամբ պատմական փաստերի հավաքածու է։ Տիբերիոսը, որ հաջորդել էր Օգոստինոս Կայսերը, տարբեր հաշվարկների համաձայն պիտի որ կառավարած լինի 14 թվականից սկսած Քրիստոսից հետո բնականաբար, բայց անշուշտ քննարկումները շատ են, արդյոք Տիբերիոսը Օգոստոս Կայսեր կենթանության օրոք, երբ որ սկսեց կառավարել, արդյոք այդ ժամանակվանից պետք է հաշվել, թե հետո ամենատարբեր վարկածներ կան, բայց փաստը հետևյալն է. 14 կամ 15 թվականից սկսած ինքը կառավարում է որպես կայսր, եւ իր կայսրության 15-րդ տարին գալիս է մոտավորապես 29 թվական Քրիստոսից հետո, 29 կամ 30 թվական, հաշվարկները տարբեր են, բայց էականն այս չէ։ Նույն այս Տիբերիոսի կառավարման ժամանակ, ինչպես եւ տեքստի մեջ Ղուկասի ավետարանի 3-րդ գլխի առաջին 2-րդ համարների մեջ է նշվում, կուսակալ էր նշանակված Պոնտացի Պիղատոսը, որին հետո մենք ավետարանական ամենատարբեր դրվագներում տեսնելու ենք։ Ինքը կուսակալ էր նշանակված Հրեաստանի կամ Հուդայի երկրի, որի կառավարիչը իրեն նախորդող կառավարիչը ոչ թե Հռոմի կողմից էր դրված, այլ Հերովդես մեծի մեկ այլ որդին էր, Հերովդես Արքեղայոս կոչվածը, որից ժողովուրդը բողոք ուներ եւ Հռոմին խնդրեցին, որպեսզի փոխարիներ սրան որևէ մեկով, եւ ապա Պոնտացի Պիղատոսը այս Հերովդես Արքեղայոսի փոխարեն դարձավ կուսակալ։ Մյուս կերպարը, որին հիշատակում է Հերովդես մեծի 4 որդիներից հերթականն է Հերովդես Անտիպասը, որը 4-րդ ապետ էր Գալիլեայում, ապա հիշվում է Փիլիպոսը, որ Իկոնացիների եւ Տրաքոնացիների աշխարհում էր 4-րդ ապետ, եւ ապա հիշվում է Լյուսիանոսը, որի մասին որևէ տեղեկություն չունենք։ Հերովդես մեծը այն թագավորն էր հրեական, որը որ մանուկների կոտորածը կազմակերպեց։ Դրանից հետո հայտնվող բոլոր Հերովդեսները,
Դրանք Հերովդես մեծի զավակներն են, Հերովդես Անտիպաս, Հերովդես Արքեղայոս, Հերովդես Փիլիպոս, բոլորը սկզբում ունեն Հերովդեսի անունը։ Բայց խնդիրն այն էր, որ Հերովդեսի մահվանից հետո իր ունեցած թագավորությունը բաժանվեց 4 մասի։ Եվ ահա բոլոր այս մասերի թագավորների հիշատակումով է Ղուկասը ընդամենը նշмарում մի կարևոր թվական, իր համար մնացածը կարևոր չէ, էական չէ, նրանց տարիները կարող էին մի փոքր հետ ու առաջ լինել, բայց Ղուկասը պատմության մեջ իրականում գոյություն ունեցող անձանց հիշատակելով ուզում է հստակ կերպով ասել, որ պատմական փաստ է այն, որ Զաքարիայի որդի Հովանեսը, այստեղ էլ հետաքրքրական հանգամանք կա, որովհետև իր ավետարանի 7-րդ գլխում է, որ 7:20-ում է, որ հետո Հովանեսին անվանելու է Մկրտիչ, Ղուկասը ասելու Հովանես Մկրտիչ, իսկ այստեղ ինքը ասում է Զաքարիայի որդի Հովանեսին Աստծո խոսքը եղավ անապատում։ Եվ այս Աստծո խոսքի անապատում Զաքարիայի որդի Հովանեսին հանդիպելու դրվագն էլ մեկնիշները, երբ որ փորձում են բացատրել, ներկայացնում են այն իմաստով, որ սա ցույց է տալիս, թե Հովանես Մկրտիչը ինչպես նախորդիվ էլ ասվել է, նախորդ գլուխներում անապատում էր ապրում, իր կեցության վայրը անապատն էր, եւ այնտեղ էր հասակ առել նույնիսկ։ Կարծիք կա, որ Հովանեսը անապատում մաս էր կազմում էսսենացիների խմբի, որոնք որ մի տեսակ կրոնական համայնք էին Քրիստոսի ժամանակներում եւ Քրիստոսից առաջ էլ անշուշտ իրենք կային, պատմական ամենատարբեր փաստերով խոսվում է, հիշատակվում է այս համայնքը, որոնք որ ժամանակի իրենց օրվա ուղղափառ հрьяաներից կարծես թե երես էին թեքել, իրենց հակառակ էին գործում, որովհետև ասում էին, որ դուք ճշմարիտ հավատքից հեռացել եք եւ չեք պաշտում Աստծուն։ Էսսենացիները, անապատում ապրող այս էսսենացիները, իրենք շատ ժուժկալ կյանք ունեին, աշխարհիկ հաճույքներից հեռու էին, ապրում էին առավելագույն պարզության մեջ, կենցաղը իրենց շատ պարզ էր, առանց որևէ ճոխության, եւ իրենք կարծում էին, վստահ էին, որ հոգին հավիտենական է, մարմինը ոչ, իրենք կարծում էին եւ վստահ էին, որ բարիք գործող մարդը երկնքի արքայություն պիտի մտնի եւ շատ հետաքրքիր ուրեմն սովորություն ունեին։ Իրենք իրենց համայնքների մեջ ընդգրկում էին առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին։ Հավանաբար պատճառներից մեկը նաև այս է, որ Հովանեսը հայտնվել է իրենց համայնքում, որովհետև Հովանեսի ծնողները տարիքով շատ առաջացած էին։ Ուրեմն, երբ որ ասում է, որ Աստծո խոսքը եղավ կամ հայտնվեց Զաքարիայի որդի Հովանեսին, որ անապատում էր, ահա այս պատճառով էր Հովանեսը անապատում։ Ոչ միայն ճգնազգյաց, ճգնակեցական կյանքով ապրելու իմաստ ուներ այստեղ, այլ նաև հենց էսսենացիների համայնքի մաս կազմելու հարցը կար։ Ի վերջո վերջնական բանով ապացուցված չէ, արդյոք վստահ ենք, որ անպայմանորեն էսսենացիների համայնքից էր, թե առանձին էր ապրում, թե այլ մի համայնքի մաս էր կազմում, բայց անապատում էր։ Մի վայր անապատ, մի վայր, որ զուրկ է ավելորդություններից, որտեղ մարդը կարող է առավելագույն կենտրոնացում ունենալ իր հոգևոր կյանքի վրա։ Սա էր պատճառը նաև, որ 3-րդ դարում Եգիպտոսի անապատական հայրերի շարժումը սկսվեց։ Եվ Եգիպտոսի անապատական հայրերն էլ իրենց օրվա եկեղեցու առաջնորդների, իրենց օրվա եկեղեցու էլիտայի, այսպես ասենք, ուղղափառ հավատքից շեղված լինելու եւ բուն առաքելությունից հեռացած լինելու դեմ պայքարեր, բողոքի խոսքեր, որ մղեց եգիպտական անապատականների ուրեմն շարժման ձևավորմանը։ Այս մասին Շնորհք Պատրիարքն է խոսում։ Ես չեմ ասում, Շնորհք Պատրիարքի կարծիքն է նաև սա։ Ուրեմն այս խոսքը եղավ Հովանեսին, եւ Հովանեսը եկավ Հորդանանի կողմերի, ինչպես Ղուկասն է ասում, եւ սկսեց քարոզել ապաշխարության մկրտություն մեղքերի թողության համար։ Ապաշխարության մասին մենք նախորդիվ խոսելու շատ առիթներ ունեցել ենք եւ ես շատ ուրախ եմ, որ ապաշխարություն բառի հունարեն համարժեքը մեր քրիստոնյաներին այսօր շատ հայտնի է մեթանոիա անվամբ, որ նշանակում է մտքի փոփոխություն, մտածողության փոփոխություն։ Եվ ոչ թե պարզապես ներկայացնում է մի իրավիճակ, որ ես երբ որ սխալը գործեցի, կգնամ քահանային, կխոստովանեմ, որ սխալ եմ արել, թողություն կստանամ եւ սա կլինի ապաշխարություն։ Մեղքը գործեցի, գնացի խոստովանեցի եւ վերջ, չէ։ Ապաշխարությունը մտքի փոփոխությունն է, երբ որ մարդը գալիս է այն մտքին, որ այլևս չի ուզում
նույն սխալը անել, փոխում է իր միտքը, այլևս չի մտածում այդ սխալն անելու ուղղությամբ։ Եվ երբ որ նույնիսկ անում է, միևնույն է իր միտքը իրեն հստակ կերպով ցույց է տալիս, որ այս արարքը սխալ է։ Սա է մտքի փոփոխություն, ապաշխարություն։ Քարոզում էր ուրեմն ապաշխարության մկրտություն, որ ջրով լվացմամբ էր արվում եւ մեղքերի թողության համար։ Ղուկասը հատուկ է սա շեշտում մեղքերի թողության համար, որովհետեւ այս դրվագի ավարտին Հովհաննեսը հետագայում պիտի շեշտեր, ցույց տար, որ Տեր Հիսուս Քրիստոսի կողմից արվելիք մկրտությունը Սուրբ Հոգով ու հրով էր, նա երկնքի արքայության ժառանգորդ դառնալու համար էր, իսկ իր արած մկրտությունը մեղքերի քավության, մաքրության, ապաշխարության ճանապարհը բռնելու համար էր։ Եվ ինչ է ասում Հովհաննես Մկրտիչը, Զաքարիայի որդի Հովհաննեսը, մեջբերում է անում Եսայի մարգարեությունից, բառացիորեն նույն մեջբերումը, որ մենք տեսնում ենք Մարկոսի ավետարանի առաջին գլխի առաջին իսկ համարների մեջ։ Մեջբերումը ներկայացնում է Եսայի մարգարեության 40-րդ գլխի 3-ից 5-րդ համարները, որի բովանդակությունը հետևյալն է. Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցեք Տիրոջ ճանապարհները, հարթեցեք նրա շավիղները։ Բոլոր ձորերը թող լցվեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվեն, դժվարին ճանապարհները հեշտ դառնան, առապարները հարթ ճանապարհ, եւ ամեն մարդ կտեսնի Աստծո փրկությունը։ Մեջբերումը, որ արված էր Եսայի մարգարեությունից, ներկայացնում է մի իրականություն, որ հին աշխարհում շատ հայտնի էր։ Երկու տարբեր, ուրեմն հիմնական դրվագներ կային, երբ որ սա կիրառելի էր։ Անապատում կանչողի ձայնն է, հարթեցեք Տիրոջ ճանապարհները, բլուրները թող հարթվեն, խոնարհվեն, ձորերը լցվեն։ Սա ներկայացնում է մի իրավիճակ, երբ որ կայսրը կամ թագավորը կամ որևէ մեծ իշխան կամ պիտի այցելություն տար որևէ բնակավայրի, կամ պիտի հարձակվեր որևէ թշնամու վրա, որտեղ երկու դեպքում էլ նախ գնում էին բանվորները բահերով եւ ճանապարհ էին պատրաստում, որպեսզի այդ ճանապարհը կարողանար զորքը անցնել դիմացինի վրա հարձակվելու համար։ Այս էր պատճառը, որ առապարները պետք է բարձեցվեին, ձորերը պետք է լցվեին, բլուրները հարթեցվեին, ճանապարհ պիտի բացվեր, որպեսզի զորքը իր հիմնական անելիքի համար հավելյալ էներգիա ժամանակ չծախսեր ճանապարհի վրա, որպեսզի պատրաստ լիներ հարձակմանը։ Նույն կերպով նաև բարի դրական այցելությունների ժամանակ, երբ որ պիտի այցելություն լիներ, որպեսզի թագավորը ավելի բարեհաջող կերպով տեղ հասներ եւ շատ չչարչարվեր, ճանապարհները պետք է հարթեցվեին։ Այս պատկերը, այս իմաստը շատ լավ հասկանում էին այդ ժամանակվա մարդիկ, բայց երբ որ Հովհաննեսը մեջբերում է սա եւ ասում է ես եկել եմ, ձեզ քարոզում եմ մեղքերի թողություն, մկրտության մասին եմ խոսում, որ ապաշխարության համար է, սա ընդհանրապես պատրաստության ճանապարհ է, հոգևոր պատրաստության Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան համար, Տեր Հիսուս Քրիստոսին ընդունելու համար է, որ ես ձեզ այս ամենը ներկայացնում եմ, այս ամենը քարոզում եմ։ Շատ կարևոր ու հետաքրքրական մի հանգամանք եւս, որի մասին պետք է խոսել։ Երբ որ մենք այսօր կարդում ենք, որ Հովհաննեսը քարոզում էր ապաշխարության մկրտություն, մեր առջև գալիս է միանգամից այն մկրտությունը, որ մենք եկեղեցիներում ենք տեսնում եւ որին ծանոթ ենք ու սովոր ենք, բայց այսպես չէր։ Հրեական կրոնի մեջ եւ ոչ միայն հրեական, բոլոր հատկապես միաստվածյան հիմնական, այսպես ասենք, ավանդական կրոնների մեջ ջուրը ունի մաքրման խորհրդանիշը։ Լվացումները գրեթե բոլոր կրոնական համակարգերի մեջ լվացման արարողությունը ծեսը ինքը խորհրդանշում է մաքրությունը, հոգևոր, ֆիզիկական, ամեն տեսակ մաքրություն եւ ծեսին, արարողությանը կամ այդ հոգևոր կրոնական կյանքին պատրաստ լինելը, մաքրվելով պատրաստ լինելն է խորհրդանշում։ Եվ ամենատարբեր լվացման ձևեր ունեին, սկսած ձեռքերը լվանալուց, վերջացրած հրեական միջավայրում, վերջացրած այլ կրոններից հեթանոսական կյանքով ապրողներին դեպի միաստվածական կրոն բերելու լվացման արարողությամբ։ Ուրեմն, երբ որ որևէ հեթանոս պիտի դառնար մովսիսական կրոնի, մինչև իրեն թլպատելը, որ գլխավոր նշանն էր մովսիսական կրոնի ներկայացուցիչ լինելու, նաև լվացման մկրտության արարողություն կար, որ պիտի արվեր, եւ ամբողջությամբ ջրի մեջ ընկղմումով էր սա արվում։
Եվ հիմա ամենակարևոր հանգամանքը, որի մասին շատ ենք խոսել, բայց հարկ է մեկ անգամ ևս նշել։ Երբ որ Հովհաննեսը շարքային հրեաներին ասում էր եկեք, ապաշխարեք, մկրտվեք ձեր մեղքերի թողության համար, ինքը անում էր մի ծես, որը կանեին հեթանոսներին Աստծուն մոտեցնելու համար, որը կանեին հեթանոսներին հեթանոսությունից դեպի մովսիսական կրոնը բերելու համար։ Այսօրվա պատկերացման համաձայն դա նույնն է, երբ որ մեկը գա եւ մեզ ասի, որ սիրելի հայ ժողովուրդ, հայ քրիստոնյաներ, դուք որ ձեզ քրիստոնյա եք համարում, առաջին քրիստոնյաները ամբողջ աշխարհի մեջ, որ պետականորեն ընդունել են քրիստոնեությունը իբրև իրենց կրոն, դուք որ մկրտված եք, կարիք ունեք նորից մկրտվելու։ Մենք անշուշտ երկրորդ մկրտություն չենք ընդունում եւ չենք անում, անգամ ուղղափառ ավանդական եկեղեցիներում մկրտված անձանց չենք վերամկրտում։ Ուրեմն ինչքան տարօրինակ եւ անսպասելի եւ անընդունելի պիտի լիներ հրեա ժողովրդի համար։ Որքան որ մեզ համար անընդունելի է, որ մեկը գա ասի, դուք ձեր ապրած քրիստոնեական կյանքով այնքան վատ հոգևոր վիճակի եք հասել, որ ձեզ պետք է նորից մկրտել, ինչպես որ մենք կընկալենք, նույն ձևով հրեաներն էին ընկալելու այն արարողությունը, որ Հովհաննեսը անում էր, այն գործողությունը, որ ինքը անում էր, բայց 7-րդ համարից սկսած Ղուկասի ավետարանի 3-րդ գլխի մենք տեսնում ենք, որ բավական մեծ ժողովուրդ է գնում։ Անշուշտ Ղուկասը չի ասում, թե որտեղից էին այդ ժողովուրդը եկել, Մարկոսը շեշտում է, այլ տեղերում խոսվում է Հուդայից, ամբողջ Երուսաղեմից, ամբողջ Հրեաստանից գնում էին Հովհաննես Մկրտչի մոտ մկրտվելու։ Եվ 7-րդ համարից սկսած Ղուկասն ասում է, որ ժողովուրդը, որ եկել էր իրենից մկրտվելու, Հովհաննեսը այս ժողովրդին դիմում է ամենազարմանալի կերպով։ Այս ժողովրդին դիմում է եւ ասում է. «Իժերի ծնունդներ, ով ձեզ սովորեցրեց զգուշանալ բարկությունից, որ գալու է, վերահաս բարկությունից փախչելու զգուշացումը ձեզով տվեց, որ պրծնեք այդ բարկությունից, որովհետև բարկությունը այն էր, որ ամբողջ մարգարեական գրականության մեջ էր արտահայտված, այն մասին, թե եթե դուք շարունակեք անտեսել Տիրոջ օրենքները, պատգամները, շարունակեք ապրել հակառակ այդ օրենքների, շարունակեք անարգել այրուն, իրավունք չպահել որբին, տնանքին, աղքատին, ստորացնել, շարունակեք միայն սեփական անձի մասին մտածել, չպահել օրենքները, ծնողներին հասանելիքը նույնիսկ չտա ծնողներին հայտարարելով, որ դա Աստծուն նվիրված ընծա է, կորբան է, ինչպես որ պիտի տեսնենք։ Ուրեմն բոլոր այս խոսքերը վերահաս բարկության մասին էին, եւ Հովհաննեսն ասում է, ով ձեզ սովորեցրեց, ով ձեզ զգուշացրեց փախչել այդ բարկությունից։ Դիմում է իժերի ծնունդներ ասելով, շատերի համար, ինչպես նաև ինձ համար, դժվար մարսելիք է սա։ Մարդիկ, ովքեր որ պիտի այսօր գան մկրտվելու, ես ամենա ցասումնալի իրավիճակում նույնիսկ չեմ պատկերացնում, որ մարդկանց ասեմ իժերի ծնունդներ, բայց Հովհաննեսն ասում է, որովհետև Հովհաննեսը այդ նույն ժողովրդի տառապանքով ապրող մարդ էր, Հովհաննեսը մարդ էր, որ վերջին մարգարեն էր Քրիստոսից առաջ, եւ իր մաշկի վրա զգացել էր, թե ինչ է նշանակում Տիրոջ կողմից ընտրված լինել եւ մերժել ընտրյալ լինելու հոգեվոր բովանդակությունը։ Սրա համար է ասում իժերի ծնունդներ։ Ուրեմն իժերի ծնունդներ նաև մեկնություն կա հայրերի կողմից շատ հետաքրքրական, որ իժերի ծնունդներ ասում է, որովհետև ինքը անապատում ապրած լինելով, պարզ մի իրավիճակի ականատես լինելու վստահաբար առիթ ունեցել էր, երբ որ անապատում եղած փշերի, տատասկների, տարբեր չորացած, ուրեմն ճյուղերի, խռիվների արանքում, երբ որ փոքրիկ արկայծում անգամ լիներ եւ հրդեհ բռնկվեր, անմիջապես ներքև մղած բոլոր սողունները, իժեր, օձեր, ամեն տեսակ զեռուններ փախչում էին բռնկված հրդեհից, առաջինը այս կենդանիներն էին փախչում։ Եվ հիմա կարծես օրինակը բերում է ասելով, որ բարկության այդ հուրից ով ձեզ սովորեցրեց, որ պիտի փախչեք։ Սա է պատճառը, որ նաեւ ասում է իժերի ծնունդներ, բայց մի ուրիշ բան էլ կա, թե ինչու է ասում իժերի ծնունդներ, որովհետև հետո մի քանի համար անմիջապես հետո խոսելու է Աբրահամի որդիներ լինելու հանգամանքից, ասելով, թե ով ձեզ զգուշացրեց, որպեսզի փախչեք վերահաս այս բարկությունից, շարունակում է Ղուկաս ավետարանիչը Հովհաննես Մկրտչի քարոզչությունը շարունակում է ներկայացնել, որտեղ Մկրտիչն ասում է, թե
այսուհետ ապաշխարությանը արժանի պտուղներ տվեք եւ դադարեք ասել, թե Աբրահամին իբրև հայր ունենք, թե Աբրահամը մեր հայրն է, որովհետև ահավասիկ Աստված այս քարերից էլ Աբրահամի որդիներ կարող է դուրս անել։ Ապա նաև զգուշացնում է, այս խոսքից անմիջապես առաջ նաև զգուշացնում է, որ ահա կացինը ծառերի արմատին է եւ որևէ ծառ, որ բարի պտուղ չի տալու, պիտի կտրվի եւ պիտի այրվի, պիտի գցվի հնոցը։ Մի կողմից իժերի ծնունդներ է ասում, մյուս կողմից հակառակ պատկերն է ցույց տալիս Աբրահամի որդիներ լինելու հանգամանքով, որովհետև հրեաները կարծում էին, որ իրենք դատաստանից նույնիսկ ազատված են այն պատճառով, որ իրենց հայրը, իրենց նախահայրը Աբրահամն է։ Եվ կարծում էին, որ ի տարբերություն մյուս ազգերի իրենք ապահովագրված են։ Ուրեմն սրա դեմ է խոսում։ Այն մարդկանց, ովքեր որ կարծում են, թե իրենք Աբրահամի որդիներ են, Հովհաննեսը դիմում է իժերի ծնունդներ կոչումով, այսպիսի ուրեմն դատապարտող խոսքերով։ Եվ բարձ կերպով ասում է, որ կացինը ծառերի արմատին է։ Իրենց գործողությունները, իրենց ապրած կյանքը գործերն էին, որ պիտի լինեին իբրև բարի պտուղներ, բարի ծառերը խորհրդանշող։ Հակառակ պարագային պիտի կտրվեին եւ պիտի հնոցը նետվեին։